Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, հարգելի խաղաղագործներ։ Սա արդեն մեր խաղաղագործության բնագավառի երրորդ մենք ֆիլմն ենք նկարանում մեր Մարգարիտայի հետ միասին։ Այսօր ես ուզում եմ ձեզ ցույց տալ իմ այգում առաջի անգամ 1 տարեկան հասակում իրատված բերքը։ Սա ուկրաինական խաղող է, որը կոչվում է մալչիկ-սպալչիկ։ Իր սելեկցիոները ուկրաինացի շատ ուժեղ աշխարհարչակ սելեկցիոներ Կալուգինն է։ Իր հասունացման տևողությունը աչքերը դուրս գալուց հետո 100-105 օր է։ Եթե այս տարի մենք հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ բոլորն են ընդունում եւ խաղաղագործները եւ ղեկավարությունը, որ 20 օր տարին հետ է։ Արդեն սա 10-15 օր առաջ ինքը ամբողջությամբ պատրաստ էր ուտելուն։ Ես ուզում եմ բոլորը դուք նայեք, ես պատվաստը տեսեք, ինքը 1 տարեկան է, սա գնում է ինքը երկրորդ վեգետացիա շրջանն է գնում, խնդրեմ նրա տված այս տարվա եկող տարվա համար հիանալի շոյերը, որ եկող տարի մեզ համար շատ լավ բերք է տալու։ Ես ուզում եմ բոլորիդ բացատրեմ նամանամդային խաղաղագործների, ովքեր մշակում են տեղական սորտի խաղողներ։ Մեր տեղական սորտի խաղողները ես շատ եմ շփվել մեր Արմավիրի մարզի խաղաղագործների հետ, որոնք երկար տարիների փորձ ունեն։ Նրանք շատ կարճ են նետում, 2-3 աշկ են նետում։ Տեսեք տարբերությունը։ Այս տեսակ խաղողները հիբրիդային սորտի խաղողները երբեք չի կարելի 2-3 աշկ նետել։ Ինչու՞։ Խնդրեմ ինքներդ տեսեք համոզվեք։ Եթե ես 2-3 աշկ կետացել էի, խաղող չէր լինի։ Խնդրեմ տեսեք որտեղ որևորդ աշկից է դուրս եկել խաղող 1, 2, 3, 4, 5, 6, էսի 7, ես մյուսից նայեք 1, 2, 3, 4, 5, 6-ից եւ 2 հատ մի աշկից։ Սրա պարտադիր պիտի երկար հետվի։ Մյուս տարի ես որ կետեմ, արդեն ամբողջությամբ մինչև այստեղ թողել եմ բերքը լինելու այստեղ։ Ես խնդրում եմ սա ես հիբրիդային սորտի խաղողների վրա ուշադրություն դարձրեք։ Սա շատ կարևոր է։ Հիմա ես ուզում եմ ձեզ հետ միասին մի քանի բաներ փոկել, քշրել, չափել։ Խնդրեմ, վերցնում ենք ամենամեծը, մեծերը վերցնենք։ Մի հատ նրբություն էլ խնդրեմ, հիմա մենք շտանգել ցիրկոնով չափենք։ Խնդրեմ 4 սանտիմետր։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 1 տարեկան է, դեռ արամատային սիստեմը իր այնպես չի ձևավորվել, հզորացել ավելի ճիշտ։ Ինքը մինչև 4-ից մինչև 5 սանտիմետրանոց պարտադիր 5 սանտիմետր պետք է լինի։ Եվ մի շատ կարևոր նրբություն այս խաղողի։ Եթե դուք տեսնում եք ուշադիր, այս խաղողի վրա մանր, փոքրիկ մանր գիլաներ չկան, ես չեմ փոքր, ժողովուրդ ջան։ Օրինակ մեր կարդիները այդպես մի հատ էսը փոքրիկ, մի հատ ցել տեսը, իմ տեսածը լեյ փոքաս կլինի։ Օրինակ մեր կարդինալը, մխիթարը, տարբեր սորտի մեր խաղողները ունեն մեծ սիրուն գեղեցիկ տեսքեր, բայց նրանց մեջ եթե ուշադիր դուք նայեք, կտեսնեք, որ մաները շատ է։ Չկա, սրա մեջ չկա, սրա հավատարի, լամբորջինի, ես հերթով բոլորը ձեզի ցույց կտամ։ Ես նախորդ վազը որ ցույց տվեցի, դրանք մեր ավատարներն են, որ ասեցի մայիսի ամսին դրել ենք։ Սրանք էլ նույնպես նույն տարիքի են, սրանք արդեն հելոիններն են։ Հելոինը եւ լամբորջինին 1 շաբաթ հետո խաղաղոշտիկից հետո ես նորից կնկարանեմ, ցույց կտամ։ Այսօր ցույց ենք տալի սրանք, էլի նորից նույն ձևի խնդրեմ հասունացումը, խնդրեմ գույնը, խնդրեմ աչքերը, ինչքան գեղեցիկ աչքեր ունի ինքը։ Շատ գեղեցիկ աչքեր ունի։ Սա բոլորը ամբողջությամբ նայեք, այս ամբողջ վեգետացիայի ընթացքում աչը ես ծայրերից արդեն կտրել եմ, որպեսզի այս ամբողջը գնա հասունացման եւ արմատային սիստեմը հզորանա։ Սա էլ մեր հելոինները։ Դու ես հիմա ուզում ես
խնդրեմ, մեկ գիլեն եղավ 12 գրամ, սա 24 գրամ, սա էլ 33 գրամ, հիանալի ցուցանիշ է սա։ Հիմա ուզում եմ մենք ստուգել նաև նրա շաքարայնությունը։ Տարվա այս ժամանակ, որ արդեն ինքը հասունացած է, տեսնենք ինչ շաքարայնություն ունի, փորձենք շաքարայնությունները ստուգենք եւ դուք էլ համոզվեք, որ ինչքան քաղցր է ինքը։ Մարգարիտա, հիմա այս պահի դրությամբ, եթե հաշվենք առնում, նորից եմ կրկնում 20-րդ տարին որ հետ է, ինքը 20 բրիքսը է։ 20 բրիքսը այս պահի դրությամբ շատ լավ ցուցանիշ է։ Եթե հասունանար իր ժամանակ եւ հիմա մենք անեինք, արդեն սեղանի սորտի խաղողների համար, սեղանի սորտի խաղողի համար 20 բրիքսը, 20, 22, 23, 24 բրիքսը դա հիանալի ցուցանիշ է։ Սեղանի սորտի խաղողները եթե ինքը շատ քաղցր ալնում, դժվար է ուտելը, քիչ է ուտում, եթե քիչ է ուտում, քիչ կվաճառվի, ամեն ինչը բան անում։ Ես խնդրում եմ, պահիր աղջիկ ջան, սա առաջին մեր ռեպորտաժի ժամանակ ես ցույց տվեցի մեր ամերիկյան վայրի խաղողները, որոնց վրա մենք պատվաստում ենք կատարում։ Կոբեր 5 BB, Կոբեր CO4 եւ Ցելեկի։ Ամբողջ աշխարհը ես մեխը ամբողջությամբ դնում եմ սրա վրա, որ ես Հայաստանում առաջինն եմ, որը նոր խաղողի մշակման եւ բանի կուլտուրա եմ բանանում, ամբողջ աշխարհում պատվաստում են միմիայն այս 2-3 տեսակի խաղողների վրա։ Խնդրեմ, սա մայիս ամսին եմ ես տեղադրել, մեր պատվաստն է։ Ես միշտ հիմնավոր ձևով ասում եմ, հիմա կգնանք ցույց կտամ, որ պատվաստված տնկանյութը 1 տարեկանում բերք է տալիս։ Սա արդեն ինքը ամբողջությամբ գնում է դեպի հասունացման։ Այս բաները ցույց է տալ, գույնը, որ արդեն փոխվել է, սկսել է կարմրել, նայ արդեն ինքը գնում է դեպի հասունացման։ Խնդրեմ նայեք իր բանը, պտղի մյուս տարվա պտուղը, խնդրեմ, բոլորը արդեն սկսում է կարմրել։ Մենք 27 թվականի վեգետացիայի ընթացքում սրանք արդեն բերք կունենա եւ այդ բերքերը դուք կտեսնեք։ Ընդերի բաները մեծ է, էլի լավ։ Հարելի խաղողգործներ, հարելի հանդիսատեսներ, ես նորից մի քիչ առաջ էլ ասում եմ, որ պատվաստ, խնդրեմ, արդեն 2 տարեկան է ինքը, երկրորդ տարին կլրանա այս տարի վեգետացիա երբ որ կավարտի։ 1 տարեկան հասակում, խնդրեմ, սա մեր ավատարն է։ Խնդրեմ նաև, ավատարը ես ինչքան գիտեմ, չեմ ուզում բանանեմ, շատ մարդիկ ունեն ավատար, բայց ոչ մեկինը, եթե չեմ սխալում, եթե սխալում եմ, թող բոլորը ինձ ներեն, սենց սևացած չի։ Նայեք, տեսեք, ավատարի նշանները այս փոսիկներն են, տեսեք, բանը, ցույց տուր, իր գիլի ծայրամասերը ինքը լրի փոսիկները, փոսերը, սա ավատարի նշաններն է, սա մեկ գեղեցիկ ավատարը, խնդրում եմ ցույց տուր, նաև թե տարվա, ամբողջ տարվա ընթացքում ինչ հզոր աճատար է, ավատարի նման խաղող չկա, ավատարը ես համեմատում եմ, երբ որ Գագարինը թռավ կոսմոս կամ սովետական միությունը ատոմային զենք ստեղծեց, տենց հզոր քաղաքը կրթական կհասկանաք, ոնց ուզում եք հասկացեք, ռազմատիվ, պես գյուտերից, սա ավատարն է։ Ավատարը, սրանք էլ ցույց տուր, սրանք էլ մեր տնկիներն են, որը աշնանը սպասում են ձեզ,
ամեն ինչ էլ կա, ավատար կա, Lamborghini կա, Hellոին, ամեն ինչից էլ ունենք, սրանք էլ նորից նրա նման, այս բոլորը, ես տեղադրել եմ սրանք աշնանը կամ գարնանը, այսինքն սա առաջին վեգետացիայի շրջանն է, ես սա արդեն կամաց կտրում եմ, որպեսզի աճը սիրուն կանգնի և բոլոր բաները հասունացնի, ինչպես նաև արմատային սիստեմը հզորանա ինքը, հզորացնի իր արմատային սիստեմը, որ եկող տարվա, խնդրեմ խոնավաչափը, սա էլ է մեր ավատարը, 2 տարի առաջ եմ պատվաստել, տեղական կարդինալի վրա ունեի, ինձ պատվաստանյութ էր պետք, խնդրեմ նայեք 2 տարեկան է ինքը, երկրորդ վեգետացիայի շրջանն անում, պատվաստից հետո, ինքը հզոր է եղել, խնդրեմ նայեք, սրանք պետք է որ մնա, սրանք արդեն պետք է մնա, խնդրեմ խնդրեմ իրա փոսիկները գեղեցկությունը, սա մինչև 4.5 սանտիմետր, առաջի տարին այսքան բերք է տալիս, հարգելի խաղողագործներ, նայեք տեսեք, Հայաստանում եկեք բոլորս միասին, ինձ հետ միասին, բոլորը ովքեր դաչա ունեն, իրաց դաչաները ունենան, ովքեր ուզում են խաղողագիներ հիմնեն, առաջի մարդը քշահինա, որ կարողանա դնեի մոտ ամեն ինչը մատչելի է, ես ավելի շատ ուրախանում եմ, որ մեր հայրենիքում ամեն ինչը տարածվեց, բարձրակարգ խաղողները մենք ումից ենք պակաս, ոչ մեր գիտելիքների ենք պակաս աշխարհի ցանկացած երկրից, խաղողագործներից եւ ընդհանրապես ոչ մի բան։ Եվ վերջում դուք տեսնում եք, որ իմ խաղողները ամբողջ իր հատվածը, որտեղ որ արմատային սիստեմն բոլորը փխրացած է, ամեն ջրելուց հետո Աստծո երրորդ օրը ես փխրեցնում եմ, ինչու կոմունիստներն ասում են 2 քախանն է մի պարատանոց տալա, նրան փխրեցնում եմ, որպեսզի հողը չչորանա, ճաքելուց խոնավությունը բարձրանա վերև, իսկ եթե ես փխրացնում եմ անընդհատ, համ աշխատանքային համար, առավոտ շուտ, երեկոյան հովին, երկրորդը պարտադիր կերպով ես բույսին տալիս եմ թթվածին, իսկ թթվածինը նրա համար արմատային սիստեմին շատ անհրաժեշտ է, ես տարվա ընթացքում եւ ընդհանրապես կասեմ ինձ սրամ բոլոր մշակման կուլտուրաները քանի անգամ պիտի սնուցում տաս, ինչ պարադանոց տաս, ինչ տեղաբուքսերման անես, որպեսզի լինեն այսպես սիրուն առողջ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ նայելու համար, դիտելու համար, բաժանորդագրվեք, եթե ունեք դիտողություններ կամ առաջարկություններ, մեծ սիրով կլսենք եւ կպատասխանենք։ Ստեսություն ձեզ ժողովուրդ ջան։